հետևորդներ ջան, դարի լույս ես։ Լույսը բարի լինի բոլորիս համար։ Այդ տագիտեք այս ինչքան վաղ տեղ եմ, ահամ որ իրիկունը անձև է եկել, ես շատ ուրախացել եմ, քամի էր, հովացել ենք, զովացել ենք, կոֆես էլ էփել եմ, Ալեքսը գնացել է իր պարապմունքին, մազերիս սանրվածքի ստավն է մնացել, բայց թե դե նորմալ է, բաշոք է, այսքանն է, որ մնաց գոհ եմ, լավ ավատ չի, համեմատաբար մյուս օրերի, այսօր լավ ենք քնել, որովհետև քամի էր, լավներ, երեկ շատ նեղվեցինք սիրելի հետևորդներ ջան, ես չէի պատկերացնի, որ Ալեքսն այդքան ծանր է տանելու, նեղվելու, լացելու, թե միշտ տատիվը կորավ, ինքը արդեն ավելի սենց պանիկայի մեջ ընկավ։ Ու իրոք, կրկին անգամ չեմ ամաչի, որ ասեմ շնորհակալ եմ 16 համարի բոլոր վարորդներից։ Մեզ կողքի աղջիկները ոյմանում են, ասում են աղջիկ, մեր խելքը չէր հասնի այդքան, ասում եմ դե բա ինչ անեի, շտատիվս էր ափսոս, ասում եմ բա ոնց գտար, ասում եմ դե հասկացա, որ պետքա պտտվի, հետ գա, այդքան շուտ չի գա։ Մի խոսքով էլի, բանից պարզվում է, ես այդտեղ շատ էի սպասելու, լավ էր, սիրտս վկայեց այդ մեքենասի, մեքենան փչացել էր ու չէր գալու, հոտեղ ինչքան ուզում եմ մինչև վերջի ժամը սպասեի, չէր գալու, բայց մարդը շնորհքով սպասել էր, նույնիսկ մինչև եմ պահս ելի հետևորդներ, ուրեմն Մաշտոցի կանգառում փակ շուկայի, սենց ասեմ, ես մտածեցի, որ ըտեից պետքա գնամ, ինքն ինձ ասում է, ոնց ասավ, էդ եմ ասում, հիշեմ, ցիրկի կանգառ, որ ճիշտն ասեմ, ես չգիտեի էդ որն է, այ բայց մի որ մտածում եմ, այդ ժամանակ սենց խառնայի ուղեղս չէր աշխատում, հմիշտ շատ լավ հասկացա այդ որ կանգառն է, այդ կանգառում մենք իջնում ենք ու բարձանում Ալեքսին լողի տանում, շատ ընտիր հասկացա այդ որն է, ես տենց խառնված բան, որ մարդը ինձ շատ չսպասի, որովհետև ասավ 20 րոպեմ թե կգաս, թե չէ կներես, չեմ կարա սպասեմ, ավտոբուսի ավարիոն կեքը միացրած եմ, պետքա վերջիկա ընտանեմ, ես էլ իմ աշխատանքի բաներով բացատրագիր գրեմ, ասի խնդրում եմ, սպասեք կգամ։ Պատվիրեցի տաքսու վարորդը, պտտում է, երևի թե նոր էր Երևանում, թե ինչ թե նավիգատրով են քշում, ասում եմ ինձ ուր եք տանում, արդեն որ զգացի ուրիշ ճանապարհ ա տանում, Փակ շուկայի դեմից, ՎՏԲ բանկի մոտից, ինքը եկավ ու ձախ արավ, այն որ պետքա աջ աներ, ինքը ձախ արավ, ընչի տենց արավ երևակայի, որ շատ գումար գրի, հասկացա ընչի տենց արավ, որովհետև երբ որ պատվիրը մեզ գումարն ուրիշ քեզ ցույց է տալիս, պատվերի վերջը գրիվ ուրիշ ա ցույց տալիս, ու ես իրան հասկացրի էլի, ասի ես գիտեմ, որ տարածքը մոտ է, ուղղակի չուզեցա, որ մարդը սպասի, կրճատ ճանապարհով տարեք, ինձ մեկ պտտի, միևնույնն է, ես նշված գումարն եմ վճարելու, դե մարդն արդեն պտտել էր ուշեր, չէ, քուրիկ ջան, ջամփեն սենց է, ասի տենց չի, այ որ գնաք ու աչ անեք, այ հենց տենց է ջամփեն, մի խոսքով, գնացի, վերցրեցի, եկա, հիմա այսօր Ալեքսն ասում է, ես քո վեշերի հետ էլ գործ չունեմ,
ու շատ էր նեղվել, շատ լացեց, ես չէի պատկերացնի, որ ինքն այդքան կվիրավորվի ու չէի էլ դրա հետ զուգահեռ պատկերացնի, որ ուրիշ բախտ ինքն է ինձ ուշել, մամա վեր կալ, մամա են, եղել ա, որ ես մտքերով վերջը մարդես էլի 1000 բան կա գլխիդ մեջին, մամա շուտ արա մենք հասել ենք իջի ու այսօր տենց եղավ, ստեղ են էլի ասում, շատ գիտունն էլ ա սխալվում, գովամ Ալեքսիս, որովհետև գովալու տեղ ունի։ Այսօր առավոտից վեր կացավ ու պայմանը էդ դրեց։ Ու քանթարսոր երեք երեխին խոստացել էի, որ տանեմ սուշի զեն, արդեն հոլովակի սկիզբն էլ նկարեցի ու դուք մեկ ասի, որ Իրիկունն էլ Նիկայի հետ խոսում եմ, ասում եմ տարել ես երեխին սուշի ուտելու, ես զարմացա էլի ինքը չի սիրում տենց բաները ոչ մի անգամ ու նկատեցիք, որ այս անգամ այդ սուշի մուշի այդ բաները շատ կրճատել ենք, որովհետև առողջության համար դա շատ վնաս է, այն որ ունեմ լավ ծանոթ Անահիտին, որ այդքան ասում եմ, ոնց լինի մի անգամ իրար հետ տեսանյութ կանենք, դուք հետ կճանաչեք իրան, ինքը շատ հասկացող անձնավորություն է, այդ ոլորտի մարդ է, գիտի էլի որը ոնց, երբ, ինչպես ու սիրելի հետևորդներ ջան, ես զարմացա, որ Նիկան տենց ասում, դուք մեկ ասի, որ երեք ինքը շատ սիրուն, ինձանից թաքուն իրա պապային ասի, պապա ջան, քեզ խնդրում եմ, մամային փող տուր, որովհետև ես որ ասում էր տար սուշի, ասում էի հենց պապան փող տա, ես քեզ հաստատ կտանեմ, դու սպասի։ Կոպիտ ասա չառը գցում էի Նիկայի վրա, Վերոնի Նիկային ասի, որ պապա ջան, խնդրում եմ, փող տուր, ես մի անգամը գնամ սուշի ուտեմ, էլ չեմ ուզի։ Պապա քեզ պապա, ինքն էլ տալիս է, համերեք ինձ ասում է երեխուն տարել է սուշի ուտելու, դեռ չգիտի, որ ինչա կատարվել, ուվ չասում եմ, ներվեր չկան, քան սրտահան եմ եղել, թե բախի, ու հետա պատմեցի, խելոք լսեց, մեկ էլ սենց համասում է, իսկ դու գիտես, որ Ալեքսը ինձանից փող էր ուզել, որ գնանք, ասում արդեն մեծանում է, ասում եմ փաստորեն, չնեղացնես, ասում է երեխին, ոչինչ թե մոռացել է, ինչ նեղացնեմ, ընդամենը ես իրան ասի, ամոթ քեզ, որ դու քո վեշի հանդեպ ուշադիր չես, ու դա դառավ մի հատ մեծ թեմա, բայց հետո սիրելի հետևորդներ, խելքս հասավ, մի խոսքով գործողություններից մասին ասի, եկա ստեղ աղջիկներին ասում եմ, ասում այդ ոնց էլ կողմնորոշվել ես, այդ պահին մենք կասենք դեր մի կորավ, բայց թե չի համար, եթե կարամ գտնեմ, բայց մյուս կողմից էլ ես մեծ Երևանում, ժամ ու կես, մաքսիմում 2 ժամում ես գտա իմ ապրանք, 6:38 իջել ենք ավտոբուսից, 9-ին մոտիկ արդեն իմ ապրանքը իմ ձեռքում էր, արդեն 9-ին մոտ սուշի զենում էինք, դրանից հետո գնացինք սուշի զեն, վայ են ինչքան մարդ կար, Աստված իմ ասեղ գցելու տեղ չկար, էտա լավ էր Ալեքսը համոզվեց, ասիկ ես քեզ խնդրում եմ, արի գնանք, եկուց ցերեկը գանք, ցերեկը դե աշխատանքային ժամ առնում, այդքան շատ մարդա շատ չի լինում, մի այսօր արագ անելիք չունեմ, երեկվա օրը շատ ծանրաբեռնված էր, շատ խառը օր ունեցանք, երեք այդ արևի տակ իջել եմ Կոմիտասի պողոտա, գնացել ոտքով է, ահագին քայլելու տեղ ունեինք, գնացել եմ կոշիկը պատվիրել, կոշիկներ սիրելի հետևորդներ 1000 դրամ չի, 5 ու 10,000 դրամ չի, 20 ու ավել 1000 դրամա, ճիշտ առնում է, որ մեկ անվճար վերցնում ես, բայց այդ մեկը շատ քիչ է, մի կոշիկն ինչ է, տարին 2-3 կոշիկ ես առնում, որ իրան յոլատանի, որ նա որ հագնի,
ու որ գցում ես թանկ է էլի 25,000, 28,000, 32,000 տենց բարձր նայած ինչ մոդել ես վերցնում ինչ ես անում ես վերցրել եմ հենց էվի մոդել որ դեպի ցուրտը գնա էլի այ այդպիսի բան էր այ այդ ձևի օրոնացանք երեք ու դրանից հետո գիշերվա ժամը մեկնա դեքունս չի տանում բայց լույսն անջատած պարկած ենք մեկ է որ չեմ զգում անձրևակալի վայ ջան ասում եմ Սուրենյան ջան ապրես որ այդքան ճիշտ ես ասում մի լավ հովածանք ամի էլ ոնց որ ոչինչ դեռ շատ շոկ չի ճիշտ է այս ժամը 10-ն է բայց շատ դժման շոկ չի ոնց երեկ շամին մեր պարապմունքներն էսա վերջացնենք ու իջնենք դեպի ավտոկայան Ընդեղից էլ արդեն ինչի ես նստեցի այդ 16 համարը որովհետև համ քիչ համարթելն համ էլ կանցիցյան լեռը լավ է աշխատում ավտոբուս կա որ կիսատ պրատ է աշխատում ավտոբուս էլ կան թարապես չի միացնում ու տենց բաներ դրանք այսօր ինչ են տանում ոնց ենք մեր օրը շարունակում Պուճուրը սենյակն է Պուճուրն էլ հովացել իզովացել Սաղս էլ հովացանք, որովհետև մի այլ կարգի շոկ էր, շատ շոկ էր Մեկ էլ այդ թեժ պահին մաման է զանգում ասում եմ դա սպասի Տոպրակս կորցրել եմ ասպատեցի, այլ ինչ ես բանանում Չես գտնի, ասում եմ չէ, գտել եմ սպասի, ես քեզ կզանգեմ Տենց բաներ Քամի, տեսեք, ոնց են օրոր շորոր գալիս եղել մտուղերը քամուց Մի մտածում եմ ինչ եփել այսօր Խինկալի ունենք 3 ցուկ եմ առել մտածելով որ Երեկոյան կողմի 2 կարտոֆիլ կխաշեմ, ձկով կուտենք Հանքային ջուր էլ կառնեմ էտա Տեսնենք ոնց կընթանա, ինչ կգնի ու ինչ կանենք Բարև ձեզ Մտամանոր եմ շատ լաց Այ սիրելի հետևողներ ջան հավատից չի գալիս որ այսօր հովա ես մտածում եմ սկզբից գնամ դրայնաժի հետո գանք սուշի զեն բայց թե չէ Ալեքսը հակառակն ուզեց Բա հիմա գնանք սուշի զեն թող Ալեքսի սրտով գտնի հետո արդեն Ամիրյանի կանգառից 16-ը կնստեմ կգնամ պուծների դեմը կիշտեմ հեշտ ու հանգիստ տենանք ոնց կգնի տենանք այսօր տեղ կա չկա Սանես գնացած Այ սիրելի հետևորդներ ջան Մամա ջան, շատ շնորհակալ Պատվիրեցինք
Ալեքսի բազանոթներում եմ են տրանսպորտի մեջ այն ինչ էր կատարվում, գրիվ էին անում, վճեին վճարում, բարովները ջղայնած հասավ ժողովրդի վրա, ասին վճարում են, կեն են վճարում, ոյեն ինչ էր կատարվում ավտոբուսի մեջ, ես ժամկանքները գորում ասավ ժողովրդի վրա, ժողովրդը ասում են ենք էր վճարում ենք։ Բայց դոգում չվճարեց։ Իդե գողում է չվճարեց են շոջան, ասմա վճարում ենք, չենք վճարում, կամ էլ վճարում ենք։ Բարովն է ջղայն ծաճար։ Բա։ Ու սենց կռիվներին ականատեսելնելով եկանք հասանք պուլսն հենց քամիա Նենց հավեստ չէ։ Հա։ Չի բռնել իմ ձեռն ատվը։ Գնում եք արդեն։ Всё, Ալեքս։ Մի հատ նայեք, այս ինձ եղանակը փոխվել։ Ես դուրս եկա Պուլսմեդից։ Ուզում էի գնամ մի ուրիշ տեղ նկարահանումների, բայց չի ստացվի, որովհետև անձրևաբերաններն եկել են, Սուրենյանը ճիշտ ասում էր, բայց ավելի ուշ, ես մտածում էի կհասցնեմ, որ գնամ, բայց ոնց տեսնում եք, ոչ, արդեն իսկ անձրևամաղում, ավելի լավ սպասեմ տրանսպորտին, հետո գնամ City, չէի ուզում այսօր City, բայց թե ոչինչ։ Ուրեմն սրտով ձմերով էի ուզում, ասիկան մի հատ վերցնել, մեծ են ես հոնց, տանեմ, լեասեք, էլի չառաջ մերուկ, թե ես կարողա, էլի մեծան, շատ մեծեր են, ախր սիրում եմ մեծ մերուկ, բայց ոչ այդքան երկար տանելով էլի, չիլի, զատո տանձիգինը, կամիտանով, հանի աղեն, ամեն անգամ, երբ որ գալիս եմ հասնում եմ սենյակ, ասում եմ փառքը շատ Տեր Աստված, այս անգամ էլ, հա, եկա հասա իմ սենյակ ու այսօրվանից արդեն իսկ հելա որ մենակ եմ, սիրելի հետևողներ ջան, ուզում եմ ցույց տամ մեր հայկական համուհոտով մրգերը, մրգերի տարբեր տեսականի եմ առել, հենա չալ կեռաս, կարմիր կեռաս, պրասպեկտից, որովհետև եմ որ ասմա աչկատենը մասյուր տա ուզում, ճիշտ ամալացյա ավելի էժանա, բայց թե այս անձրևի հետ գնալը չարժեր, ստե ծիրանս պխլվելա, որովհետև ջոգջկել էի հասած անուշաբույր, ընտիշ ծիրաններ եմ առել, հետո այս Ալեքսի ճաշակն է, սա ես էլ եմ սիրում, նենցավոր, լոխում, սրան վապշե չեմ սիրում, Ալեքսն է սիրում, լավաշ, ժողովուրդ պամիդորը մի այլ կարգի,
էժանացել է, ես չգիտեմ ինչի հետ է դա կապված, 115 դրամ, հա 125 դրամ, 15 չի, այսքան առև դուրս էլի մի 5000-ի կարգի է, ստեղ վարանգը երևաց, որ լավ թարմ է, հետո վարանգը երբեք ավել չի իզնեմ, որ ժամին էլ ուզում ես կեր Ալեքսիսի ածխավյարը, հետո ստեղ էլ հավի դոշ եմ առել, արդեն սկսել է հետ գալը, ինչը որ լավ է, իմ ճաշը իրիկում է ես կսարքեմ, որ հետո կարողանամ անելիքս անեմ, դե ինչ, տանեմ միրգ լվամ, ժամը են չի, բայց չգիտեմ ինչի մի այլ կարգի սիրտս ծիրանն է ուզում, Ալեքսն էլ գիտես, լվանանք, վայելենք, հետո տեսնեմ ինչ ենք անում, այ սենց հովուզով երեկոյա մեր տարածքն, զորը հետևորդներ ջան, տիտիկները ծել բնում են, մենք էլ հովանում ենք, ու սենց համով, մեր հայկական համու հոտով, մրգերը վայել եմ բարի սովեղ իմաստով, համովա կյանք, հա, շատ համով էր իրոք, ծիրանի հոտը աշխարհեր վերունում, հարցնում եմ, ասում եմ ինչ արժե, ասում է 800 դրամ, Անահիտ ջան, մի կին էր վերցնում այդ արկղից, ասում է մեկ-մեկ քեզ հետևում եմ, այդտենց, հավանեցիր, հա, անուշները, Անձրևը լավա փախավ